Սահմանադրության նոր տեքստում անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, Փաշինյանի կարծիքով, որոշողը ժողովուրդն է։ Երևանի գրավոր առաջարկին Բաքուն գրավոր չի պատասխանում, Հայաստան առաջարկում է բացել Հորադիս երազխ երկաթուղին։ Այնտեղ հայ չի ապրում, ում իրավունքները պաշտպանենք, երբ եւ ինչպես Արցախյան հարցը դուրս մղվեց Երևան-Բաքու բանակցային օրակարգից։ Թբիլիսին հույս ունի, թե Երևան-Բաքու խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի, Վրաստանի նախագահը Բաքվում։ Վերադարձ 13 տարի անց, 5-րդ անգամ Վարդան Ղուկասյանը շնորհավորանքներ է ստանում, իշխանությունը արտահերթի կոչ է հնչեցնում։ Իրանի ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ, Թեհրանը մերժում է Վաշինգտոնին։ Վերադարձնել կորցրածը, արցախցիները պահանջում են լսել իրենց ձայնը։ 200 միլիոն դրամ տարվա տեխնոլոգիական շաբաթվա համար Սևան Ստարտափ Սամիթը կգերազանցի նախորդ տարիների ցուցանիշը։ Չվաճառվել 30 արծաթով օրվա եկեղեցական խորհուրդը եւ Հրազդան ստադիոն գիրք մոռացված անցյալը վերադարձնելու մասին։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես Հայաստան-Ադրբեջանին առաջարկել է բացել Հորադիս երազխ երկաթուղային կապը, որտեղ և Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կարող են իրականացվել բեռնափոխադրումներ, Հայաստանի իրավազորությամբ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։ Սակայն Երևանի առաջարկը հիմա Բաքվի սրտով չէ ու քննարկում են Թեհրանի առաջարկը։ Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության մասին հարցին, վարչապետը կարծիք է հայտնել, որ մայրօրենքում անկախության հռչակագրին հղում անել պետք չէ, բայց որոշողը ժողովուրդն է։ Փաշինյանն ասում է ուսումնասիրել է անկախության հռչակագրի տեքստը եւ եկել եզրահանգման, որ այդ տեքստով Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել։ Ահա այս պատճառով ըստ նրա նոր սահմանադրությունում հղում անկախության հռչակագրին պետք է չլինի։ Ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից ուսումնասիրելով եւ նորովի կարդալով ես ասել եմ, որ իմ կարծիքով այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է։ Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել, որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Փաշինյանը նախորդիվ բազմից է ասել նաև, որ Ադրբեջանի սահմանադրությունն է, որ տարածքային պահանջներ ունի Հայաստանից։ Իսկ Ադրբեջանի սահմանադրությունում կարդում ենք, որ այն հենվում է 1918-ին ստեղծված պետության անկախության հռչակագրի վրա, որը միակ փաստաթուղթն է, որտեղ նշվում է Ադրբեջանի կոնկրետ տարածքը։ Այսուհետև Ադրբեջանի ժողովուրդները ինքնիշխան իրավունքների կրող են ճանաչվում, իսկ Ադրբեջանը կազմված արևելյան եւ հարավային Անդրկովկասից, անկախ պետություն։ Իսկ պաշտոնական Բաքվի քարտեզում Արևելյան Անդրկովկասը ներառում է ուշադրություն Սյունիքի մարզը, նաև տարածքներ Վայոց ձորից ու Գեղարքունիքից։ Անցած տարի սեպտեմբերի Նյու Յորքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Փաշինյանը նկատեց, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի, բայց հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, համաձայն որի կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը, որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթների չիրականացման։ Փաշինյանն այստեղ պարզաբանեց խաղաղության պայմանագրում հոդված կա, որն ասում է կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանն այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար։ Բաքուն հիմա միջանցք է ուզում։ Մեղմացում չի լինելու, հայտարարում է Փաշինյանը։ Մենք մեր դիրքորոշումը վաղուց ենք ասել։ Մենք մեր դիրքորոշումները խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ ներկայացրել ենք գրավոր շատ վաղուց, այդ թվում այդ նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն։ Եվ այդ ծրագրի շրջանակներում, նախագծի շրջանակներում մենք սկսել ենք աշխատանքը եւ շարունակելու ենք։ Դրա մասին եմ խոսում։ Կա Ադրբեջանի առաջարկը, ըստ էության գրավոր առաջարկին գրավոր պատասխան ոչ չենք ստացել։ Ճանապարհների հետ կապված իդեպ Հայաստանն Ադրբեջանին ասում է պատրաստ է բացել երկաթուղին Հորադիս երազխ գծով։ Բաքուն սակայն Երևանից դժգոհ թեքվել է դեպի Թեհրան։ Մենք ասում ենք մեր սկզբունքները եւ ասում ենք, որ
մեր սկզբունքների շրջանակում մենք պատրաստ ենք գնալ բարձրացումների։ Տեսեք, Ադրբեջանը ըստ էության ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը, քանի որ լուծումներ չի տալիս եւ լուծումներ չի առաջարկում կամ ինչ որ մի բան։ Մենք դրա համար Ադրբեջանը որոշում է կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղուց։ Այսինքն սա նշանակում է, որ Իրանի երթուղին եւ պայմանները իրենց համար ընդունելի են, հակառակ դեպքում իրանք չեն օգտվի դրանից։ Եվ մենք որպեսզի նաեւ այս համատեքստում ամեն ինչ բարձ հասկանալի լինի, եւ մենք ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմաններով, ինչ պայմաններով Իրան Իսլամական Հանրապետությունով են անցնում, նույն պայմաններով ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով։ Խոսելով նոյեմբերի 9-ի փաստաթղթին ադրբեջանական հղում հիշատակումների մասին, Նիկոլ Փաշինյանը բառացի ասաց. նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում մի բան չկա, որից ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի ամբողջականությունը, ինքնավարությունը, իրավազորությունը պիտի որևէ ձևով նսեմացնի որևէ երրորդ ուժ մեր երկրի տարածքում ներկայություն ունենա եւ հստակ փոխադարձության սկզբունք է արձանագրված։ Իսկ ռուսական վերահսկողության մասին ասաց. մենք այդ հարցին տվել ենք պատասխան, որ դա կարող է լինել մոնիտորինգային գործառույթ, որը կարող է իրականացվել Մոսկվայից կամ արբանյակային գործիքների միջոցով։ Սիրունիշ Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանում Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու, այսպես է արձագանքել Նիկոլ Փաշինյանը լրագրողի հարցին կապված երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Արցախի էջը փակված չէ եւ այն պետք է վերադարձնել քաղաքական օրակարգ։ Հարցը եղել է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգում, ավելի ուշ նշել է արտգործնախարարը, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարումից հետո այն դուրս է եկել Երևան-Բաքու բանակցությունների օրակարգից։ Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահը 10 օր առաջ էր հայտարարել, թե բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը մեջբերում Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը։ Իշխանական պատգամավորը կարծում է, այս թեմայի վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության արձագանքը լրատվամիջոցներում աղավաղվել է, մեղադրանքներ են հնչել։ Արդյունքում ձեզ մեղադրեցին հարցը օրակարգից հանելուն, Լեռնային Ղարաբաղի վրա բարթելու մեջ, կխնդրեի ձեր արձագանքը սրա հետ կապված։ Միրզոյանը ասաց, իսկապես խոսքն աղավաղվելու հակառակ լույսի ներքո են ներկայացրել։ Պարզաբանեց, ինչպես հայտարարել են նախկինում, փորձել են Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակում հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հարցերը, նաեւ ուղիղ խոսակցության երաշխիքների ու մեխանիզմների ստեղծման ճանապարհով։ Իրադարձությունների զարգացումից հետո օրակարգը չի շարունակվել։ Մենք վստահ ենք, որ այդ մեխանիզմի ստեղծման պարագայում այդ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր է լինել որոշակի հարցեր լուծել։ Սա է ըստեյության եղել մեր պատասխանը եւ փաստա, որ բռնի տեղահանությունից հետո եւ հատկապես եւ նաեւ իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթից հռչակումից հետո դա այդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այդտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որ իրավունքների մասին խոսենք։ Դարձյալ ադրբեջանական կողմին մեջ բերեց իշխանական պատգամավորը մեկ այլ հարց ուղղելով Միրզոյանին։ Այս մեկը մասնավորապես վերաբերում էր այսօր Ադրբեջանի ու Վրաստանի նախագահների հանդիպմանը հնչած ուղերձներին։ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ այսպես կոչված միջին միջանցքը Հարավային Կովկասում անցնելու է Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով։ Կխնդրեմ պատասխանեք, մենք այս ծրագրում Հայաստանի ներառման համար ինչ որ քայլեր անում ենք։ Ամբողջ աշխարհն է այսօր լոգիստիկ ուղիների ու հնարավորությունների փնտրտուքի մեջ, ասաց Միրզոյանը, մեջբերեց հայկական հայտնի խաղաղության խաչմերուկը։ Ըստ արտգործնախարարի որոշ փորձագետներ պնդում են, որ խաղաղության խաչմերուկը հենց միջին միջանցքի ճյուղ է։ Մենք շատ կառուցողական պրակտիկ առաջարկ ենք արել, փոխադարձաբար ընդունելի առաջարկ ենք արել Ադրբեջանին, եւ եթե դրական պաշտոնական պատասխան լինի, մենք կարող ենք անմիջապես ձեռնամուխ լինել այդ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը եւ միջին միջանցքին, մյուսին կապվելուն, նույնիսկ չզուգակցելով այդ գործընթացը մեր խաղաղության համաձայնագրի ստորագրման վերացման հետ։ Իդեպ, ընդդիմադիր խորհրդարանականները կառավարության անդամներին հարցեր տալու չէին եկել։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկու եղբայրական երկրների ղեկավարների միջև անկեղծ հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն բոլոր ոլորտների, այդ թվում ռազմական գործակցության զարգացման համար։ Աքարը նշել է, որ Անկարա-Բաքու ռազմական կապերը հասել են ռազմավարական դաշնակցային մակարդակի, որոնք անընդհատ են զարգանում։ Եվրամիության երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին, դիվանագետները քննարկել են Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի անցած ամիս ներկայացրած Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը։ Հիշեցնեմ, Ադրբեջանի նախագահի հետ սերտ հարաբերություններով հայտնի Հունգարիան, օգտվելով վետոյի իր իրավունքից, արդեն 6-րդ շաբաթն է արգելափակում է որոշումը։ Իսկ ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում, օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը։ Արտաքին օգնությանը ուղղված 215 միլիոն դոլար արժողությամբ 139 դրամաշնորհները պետքարտուղար Մարկո Ռուբիոն անարժեք է որակել ու վերանայման պայման դրել։ Հայաստանյան նախագծից բացի պետդեպարտամենտի տարբեր ծրագրերի դրամաշնորհները կրճատվել են նաև Բելարուսում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Qırğızstանում, Մոլդովայում և մի շարք այլ երկրներում։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Թբիլիսին հույս ունի, թե Երևան-Բաքու խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Վրաստանի նախագահը Բաքվում։ Վերադարձ 13 տարի անց 5-րդ անգամ Վարդան Ղուկասյանը շնորհավորանքներ է ստանում, իշխանությունը արտահերթի կոչ է հնչեցնում։ Իրանի ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ, Թեհրանը մերժում է Վաշինգտոնին։ Վերադարձնել կորցրածը, արցախցիները պահանջում են լսել իրենց ձայնը։ 200 միլիոն դրամ տարվա տեխնոլոգիական շաբաթվա համար Սևան Ստարտափ Սամիթը կգերազանցի նախորդ տարիների ցուցանիշը։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը, այժմ միջազգային լրահոս։ Ռուսաստանը դիմել է Միացյալ Նահանգներին իր սառեցված պետական ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով։ Bloomberg-ը գրում է, որ այս առաջարկը Ուկրաինայում հրադադարի կնքման պայմաններից չէ։ Մոսկվան հասկանում է, որ առանց ռազմական գործողությունների դադարեցման անհնար է սառեցված ակտիվները օգտագործել նման գործարքների համար։ Ի պատասխան, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բրայան Հյուզը ասել է, որ Միացյալ Նահանգները չի քննարկի որևէ տնտեսական պարտավորություն, մինչև հրադադարի համաձայնագիր չկնքվի, իսկ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես ուղիղ չի պատասխանել հարցին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չի բացառել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ավելին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը այն համարել է անշրջելի գործընթաց, միաժամանակ ընդգծելով սակայն, որ այն պետք չէ կապել ռուս-ուկրաինական պատերազմում հնարավոր խաղաղության համաձայնագրի հետ։ Երբ մենք ասում էինք, որ Ուկրաինան մի օր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մենք չէինք խոստանում, որ դա կլինի խաղաղության համաձայնագրի մի մասը, ընդգծել է Ռյուտեն։ Հումանիտար ճգնաժամը Պաղեստինյան անկլավում շարունակվում է, շուրջ 1.5 ամիս է, ինչ Գազայի հատվածը զրկվել է բժշկական պարագաների, վառելիքի, ջրի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումից։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ մարդասիրական օգնության արգելափակումը հիմնական ճնշման լծակներից մեկն է, որը թույլ չի տալիս Համասին այն օգտագործել որպես գործիք։ Ծայրահեղ ծանր իրավիճակի մասին բարձրաձայնում են ՄԱԿ-ի մարդասիրական կառույցները։ Հումանիտար ճգնաժամին զուգահեռ իսրայելական բանակը վերսկսել է ինտենսիվ օդային և ցամաքային հարձակումները։ Պաշտոնական Թեհրանը պնդում է Իրանի ուրանի հարստացումը որպես իր միջուկային ծրագրի մաս քննարկման ենթակա չէ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքելով ԱՄՆ հատուկ բանագնաց Steve Witkoff-ի առաջարկին իրանական հարստացված ուրանը տրամադրել երրորդ երկրի, օրինակ Ռուսաստանին։ Իրանի գլխավոր դիվանագետը նշել է, Թեհրանը պատրաստ է վստահություն կառուցել հնարավոր մտահոգություններին ի պատասխան, բայց հարստացման հարցը չի կարող քննարկել։
Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Բաքվում է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, նա հույս է հայտնել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Կավելաշվիլին հաստատել է պաշտոնական Թբիլիսիի պատրաստակամությունը հետագայում ևս իր ներդրումը ունենալ Հարավային Կովկասում երկխոսության եւ դիվանագիտության խթանման գործընթացում։ Պաշտոնը ստանձնելուց հետո սա Վրաստանի նախագահի առաջին օտարերկրյա այցն է։ Ապրիլի 28-ից 29 նախատեսված է Վրաստանի նախագահի այցը Հայաստան։ Հայրաքաղաքի համար քաղաքական պայքարը ավարտվեց ընդդիմության հաղթանակով Գյումրու ավականու ընդդիմադիր խմբակցությունները այսօր 18 կողմ 0 դեմ ձայնով Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին ընտրեցին քաղաքապետ։ Քաղաքացիական պայմանագիրը բոյկոտեց նիստը, ավելի ուշ խմբակցության առաջին համար Սարիկ Մինասյանը արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչով հանդես եկավ։ Նորընտիր քաղաքապետը քաղաքապայմանագրին հորդորեց մասնակցել ավականու նիստերին։ Սա քաղաքի ոչ թե Վարդան Ղուկասյանի հարցն է։ 13 տարվա դադարից հետո քաղաքապետարան է վերադառնում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ 10 լավագույն շենքերից մեկն է։ Առաջ 13 տարի ոտք չեմ դրել։ Դեռ ավականու մանդատով է միայն քաղաքապետարանը ոտք դնում Ղուկասյանը, առաջին նիստը վարողի իրավունքն իրենն է։ Ավականու ամենատարիքով անդամն է, առաջարկում է աղոթքով սկսել։ Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Շնորհակալություն։ 4 քաղաքական ուժ է եկել քաղաքապետ ընտրելու, բացակա է ամենաշատ 14 մանդատ ունեցող քաղաքացիական պայմանագիրը։ Մայր Հայաստան, մեր քաղաքը եւ իմ հզոր համայնք խմբակցությունները չառաջադրեցին համայնքապետի իրենց թեկնածուին եւ հայտարարեցին, քվեարկելու են ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին։ Քվեարկելու ենք ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին։ Քվեներով ապահովելու ենք ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի ընտրությունը, որովհետև վստահորեն պնդում ենք, որ դա է պահանջում այսօր պետության առավելագույն շահը։ Պարտադիր քվեարկելու ենք ընդդիմության միասնական թեկնածուին։ Այս ընթացքում Facebook-ում հայտարարություն տարածեց նաև նիստը բոյկոտած իշխող ուժի ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը, որ հիմա ավականու մանդատ ունի։ Մինասյանը ձևակերպել էր, թե ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է։ Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից։ Հանուն Գյումրու եւ Գյումրեցու պետք է գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Մինասյանի արտահերթի գնալու կոչին զուգահեռ քաղաքապետարանի նիստերի դահլիճ եկած 18 նորընտիր ավականիները միաձայն ընտրեցին միակ թեկնածուին Վարդան Ղուկասյանին։ 0 դեմ։ Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող Ղուկասյանը 5-րդ անգամ կգլխավորի քաղաքը։ Ասաց, անհրաժեշտ սուբորդինացիան կպահպանի իշխանության հետ աշխատելիս, եթե լինի փոխադարձ մոտեցում։ Լրագրողները հետաքրքրվում են, ինչ կլինի, եթե քաղաքացիական պայմանագրի անդամները այդպես էլ մյուս նիստերին չներկայանան։ Բա հիմա ո՞նց ընդունեցինք։ Բայց ես մտածում եմ, որ ԿՊՆ-ն էլ պետք է մասնակցի եւ այնտեղից էլ շատ մարդիկ պետք է լինեն, որ մասնակցեն, որովհետեւ իրենց քաղաքի, մեր քաղաքի բոլորիս համար է։ Ամբողջ կազմով ավականու նիստերին մասնակցելու է իմ հզոր համայնքը, ուժը գործադիրում մասնակցություն չի ունենալու, ըստ նախաձեռնությունների կորոշեն կողմ թե դեմ քվեարկել դրանց ընդունմանը։ Շտապել են ընդդիմադիրները, երբ ընտրությունից հետո աջակցություն են հայտնել Վարդան Ղուկասյանին։ Ռուբեն Մխիթարյանն ասում է, հայտարարել է այն, ինչ ասել է նաեւ Քարոզարշավի օրերի ընթացքում։ Ես կարծում եմ, որ նվազագույն խնդիրը, որը մենք մեր դիմաց դրել ենք, խոսքը ընդդիմադիր ուժերի մասին է, Գյումրիում չունենալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ, մենք դրան հասել ենք։ Իսկ նորընտիր ընդդիմադիր քաղաքապետը արդեն աշխատանքային պլաններով է կիսվում, առաջին հերթին կադրային քաղաքականության ուշադրություն կդարձնեն։ Երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման թեկնածուներին հրավիրեմ ինձ քննարկելու բոլորիս ծրագրերը։ Եվ վերջում ընդանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Նիստերի դահլիճից անմիջապես քաղաքապետի սենյակ դեռ չի բարձրանում Ղուկասյանը։ Հուշում են երթմնակալությունից հետո, այն ապրիլի 19-ին տեղի կունենա։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Իդեպ համայնքի ղեկավար են ընտրել նաև Փարաքար խոշորացված համայնքում նորընտիր ավականու անդրանիկ նիստում միասնություն դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդիա Գրիգորյանը այսօր օրենքի ուժով դարձել է համայնքի ղեկավար։ Գրիգորյանը լիազորությունները կստանձնի ապրիլի 19-ին քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները այս նիստին ևս չեն մասնակցել։
Սոցիալական հարթակներում շարունակ տարածվում են կադրեր օկուպացված Արցախից, որտեղ թշնամին է բույն դնում։ Զուգահեռ Մայր Հայաստանում արցախցիները Սամվել Շահրամանյանից են պահանջում Հայաստանի իրավապահ մարմինների հետ քայլեր ձեռնարկել, որ իրենց ունեցվածքից, տուն ու տեղից իրենց էլ բաժին հասնի։ Վաղը նախատեսված է հանդիպում Արցախի վերջին նախագահի հետ։ Արցախից բռնատեղահանվածները ցույց են անում, բողոքում պահանջում են նախագահ Սամվել Շահրամանյանից զբաղվել իրենց հարցերով։ Պահանջում են տեր կանգնել իրենց, դիմել դատախազություն, որպիսի Արցախում կատարած թալանի վերաբերյալ քրգործերը արդյունք տան եւ թալանը վերադարձվի իրենց։ Կակցա եղել, մենք տեսել ենք դատախազության առջև պահանջել են, որ թալանածը բերեք եւ դատախազությունից ոչ մեկ դուրս չի եկել։ Հիմա պահանջը նրանում նա, որ Սամվել Շահրամանյանը ժողովրդի հետ մեկտեղ իջնեն միասին դատախազություն։ Սամվել Շահրամանյանը մտնի դատախազություն եւ այնտեղ հենց խոսի դրա մասին, որ այս գործերը պետք է արագացնեն ու մեզ մի հատ կոնկրետ հստակ ողջամիտ պատասխան տան, ինչքան ժամանակը մենք արում այդ հարցերը լուծեն, որպեսզի որ ժողովուրդը չհայտնվեն ծայրահեղ ծանր վիճակում։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի տարածած հայտարարությունով էլ պահանջում են հրատապ հարցերի շուրջ սկսած հանրային քննարկումները շարունակել ավելի լայն ձևաչափով, լսել ժողովրդի տարբեր շրջանների կարծիքներն ու առաջարկները հետագա որոշումների ու անելիքների շուրջ։ Բացի այդ պահանջում են հանրային հանդիպումներ լսելու արցախցիների կարծիքները, համատեղ քննարկելու հետագա անելիքները։ Համ հերեսա զոհվալ առաջի զոհն ա եղել Ասկերանի ռայոնի Սարուշեն գյուղում։ Համ հալալ ախպերս ա ուժեղ բոյտով է սաղ գիտին։ Հասկանում ես, հիմա եկել ենք ստե, լսում եմ, որ ստե մարդ չկա։ Եթե չկա, ստե մարդ չիկ նստում, տվեք մի քանի զոհված ընտանիքի, մի քանի քասիբի, որ չի կարում հաց ճարի ուտի։ Մարդիկ կան ախպեր զորով են շնչում, ախպեր մեզի թղեկավար ունի, կարի մեզի տեր կայնի։ Այդ ցավոտանիմ չես կարում ուժերից վերա, նուժել է մեր Արցախում մին խելքը գողի մարդ չկա, որ գասե ես ձեր կողը կայնում եմ ժողովուրդ։ Արցախցիներին այսօր չընդունեցին։ Շահրամանյանը հայտարարել է, որ կընդունի վաղը։ Այսօր հանդիպման է։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Տարվա տեխնոլոգիական շաբաթվա մասին 2025-ի Սևան ստարտափ սամիթը կգերազանցի նախորդ բոլոր սամիթներին իր մասշտաբայնությամբ եւ բովանդակությամբ։ Կառավարությունը ապրիլի 10-ին նիստում 200 միլիոն դրամ է հատկացրել ստարտափ Արմենիա գիտակրթական հիմնադրամին 2025-ի հուլիսի 20-ից 26-ը նախատեսվող Սևան ստարտափ սամիթ 2025 միջոցառման կազմակերպման համար։ Տեխնոլոգիական խոշոր այս նախագիծը մինչև այժմ հյուրընկալել է ավելի քան 50,000 մասնակցի աշխարհի շուրջ 60 երկրից։ Սևան ստարտափ սամիթ 2025-ը հուլիսի 20-ից 26-ն է։ Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական գլոբալ կենտրոնի։ Տարիներ շարունակ Հայաստանում իրականացվող այս կարևորագույն միջոցառումը Հայաստանում կկենտրոնացնի աշխարհի տարբեր երկրներից ստարտափերների եւ ներդրողների։ Սևան ստարտափ սամիթը մեկն է նախագծերից, որ ստարտափ Արմենիա հիմնադրամը այս վերոնշյալի համատեքստում իրականացնում է։ Ու հիմա փաստացի կարող ենք վստահաբար նշել, որ կայացել է Սևան ստարտափ սամիթը որպես կոնցեպտ եւ կայացել է ու դարձել է հայկական ստարտափ էկոհամակարգի կարևոր ֆենոմեն։ Կառավարությունը որոշել է 200 միլիոն դրամ հատկացնել ստարտափ Արմենիա գիտակրթական հիմնադրամին համատեղելու ջանքերը Սևան ստարտափ սամիթ 2025-ը Հայաստանում անցկացնելու համար։ Սևան ստարտափ սամիթն այս տարիների ընթացքում ունեցել է ավելի քան 50,000 այցելու աշխարհի 60 երկրից։ Առաջնորդվում ենք այն քաղաքականությամբ, որ հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կարևորում է ոչ հումքային տնտեսության ոլորտների զարգացումը, նամանավանդ բարձր արժեք գեներացնող արտադրողականության աճ ապահովող ոլորտների ուղղությունների զարգացումը տնտեսության կառուցվածքի ներքո։ Վերջին տարիներին կառավարությունը իրականացնում է ոչ թե առանձին ստարտափների խրախուսման, այլ ընդհանուր ստարտափ էկոհամակարգի կայացման եւ զարգացման քաղաքականություն, ստեղծելով աքսելերատորներ, ինկուբատորներ, ապագայում ներդրումներ վենչուրային տարբեր հարթակներում, ինչպես նաեւ Սևան ստարտափ սամիթի նման կարևորագույն եւ բացառիկ միջոցառումների մեջ համապատասխան ներդրումներ անելով։ Այս տարի ունենալով այս աջակցությունը, որ մենք շատ ենք կարևորում, մենք ունեցանք հնարավորություն նաեւ մի քանի նոր ոլորտների եւս ներկայացնելու ու փաստացի այս տարի 8-ն են այն նախագծերը, որ տեղի են ունենալու Սևան ստարտափ սամիթի ընթացքում։ Այսպիսով 2025 թվականի Սևան ստարտափ սամիթը դարձնելով
բացառիկ ու աննախադեպ մինչև հիմա եղած բոլոր ստարտափ սամիթներից։ Այս տարի էլ կլինեն մրցույթներ։ Դրանք յուրաքանչյուր տարի ավելանում են։ Մրցանակները կլինեն $100,000 շրջանակում։ Sevan Startup Summit 2025-ին վրանային ավանում կմնա 2000 մարդ։ Ակնկալվում է, որ մասնակիցների թիվը կանցնի 15000-ը։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դաթար ու կվերադառնանք րոպեներանց։ Չվաճառվել 30 արծաթով օրվա եկեղեցական խորհուրդը եւ Հրազդան ստադիոն գիրք մոռացված անցյալը վերադարձնելու մասին։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Տարբեր բիզնես պրոյեկտներ ֆինանսավորելու նպատակով Արարատ բանկը նոր վարկային միջոցներ է ներգրավել $25 միլիոն կողմի Հայաստանի փոքր ու միջին բիզնեսին, 60-ը սոցիալական ծրագրերին, 40%-ը կանաչ բիզնեսի զարգացմանը։ Սա Արարատ բանկի ու Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկի գործակցության պատմության 11-րդ տարին է, առջևում նոր ծրագրեր են։ Արարատ բանկ բաց բաժնետիրական ընկերությունն ու Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկն ապրիլի 16-ին հայտարարեցին $25 միլիոն ԱՄՆ վարկային պայմանագրի ստորագրման մասին, որով շարունակում եւ ընդլայնում են երկարամյա համագործակցությունը բիզնեսի ֆինանսավորման ոլորտում։ Մենք FMO-ի հետ արդեն աշխատում ենք ավելի քան 10 տարի եւ 10 տարվա ընթացքում մոտ $100 միլիոն կարգի արդեն պայմանագրեր ենք սպասարկել։ Հերթական պայմանագիր, որ կնքվեց այսօր, դա $25 միլիոն ներգրավված միջոցներ են, որոնք ուղղվելու են երկու հիմնական նպատակներով։ Մոտ մի 40%-ը կուղղվի կանաչ վարկավորմանը եւ 60%-ը կուղղվի սոցիալական անհավասարությունները հաղթահարող ծրագրերի իրականացմանը։ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի FMO-ի ֆինանսական հաստատությունների ղեկավար Ռուհի Քոզգունի խոսքով իրենց տրամադրած նոր վարկը կնպաստի բնապահպանական ծրագրերի, փոքր բիզնեսների եւ կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զարգացմանը մի երկրում, որտեղ բնակչության գրեթե 30% նախքատության շեմին է, ինչը լիովին համապատասխանում է FMO-ի ազդեցության օրակարգին։ Մենք շատ գոհ ենք ծրագրի արդյունքներից, հակառակ դեպքում 10 տարի շարունակ վարկային միջոցներ չէինք ուղղի Արարատ բանկին։ Մենք ուսումնասիրել ենք նաև նախորդ տարիների արդյունքները, դրանք իսկապես նպատակային են ծախսվել։ FMO-ի հետ արդեն մեր համագործակցությունը 10 տարուց ավել, ըստ էության խարսված է արդեն լավագույն ավանդույթների հիման վրա եւ ստեղ ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլ նաև տեխնիկական աջակցություն, մասնագիտական առումով մեր աշխատակիցների վերապատրաստում։ Երկու ֆինանսական հաստատությունների համագործակցությունը սկսվել է 2014 թվականին $15 միլիոն ԱՄՆ վարկային պայմանագրով, իսկ Նասիրա վարկային պորտֆելի երաշխիքի շրջանակում ընդհանուր ֆինանսավորումը կազմել է մոտ $35 միլիոն ԱՄՆ, շուրջ 1500 ՓՄԶ-ներին եւ գյուղատնտեսական ձեռնարկություններին ավելի քան 2000 վարկ։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Հեռահաղորդակցության օպերատորից տեխնոլոգիական մատակարար Ucom-ը նոր ու թվային հարթակի գործարկման մասին է հայտարարում։ Uplay սա ժամանակակից մեդիա հարթակ է, որից մեկ օգտահաշվով կարելի է միաժամանակ միացնել 5 սարք եւ ամբողջ ընտանիքով տարբեր հաղորդումներ կամ ֆիլմեր դիտել։ Շարունակելով թվային փոխակերպման իր ծրագրի իրականացումը, Ucom-ը հայտարարում է Uplay-ի նորարարական հեռուստատեսային եւ մեդիա հարթակի գործարկման մասին։ Աշխարհում կա այսպիսի հարթակներ, արդեն արկա է Հայաստանում, արկա է Ucom-ում եւ Ucom-ը դրանով ուզում էր շատ բարձ պատկամ դա իր բաժանորդներին, օգտատերերին, որ մենք միշտ մտածում ենք ձեր մասին, դուք մեր ուշադրության կենտրոնում եք։ Այս նոր հարթակը մշակվել է MediaKind ընկերության հետ, որը գլոբալ առաջատար է մեդիա եւ հոսքային տեխնոլոգիաների ոլորտում։ Uplay-ը շատ ավելին է, քան TV հարթակ, նա Ucom-ի նոր TV էկոսիստեմի պլատֆորմի
շատ կարևոր բաղադրիչ է։ Ընկերությունը հպարտությամբ հայտարարում է Յուքոմի նորագույն ձեռքբերման մասին՝ համաշխարհային մակարդակի OTT հարթակի, որը կհեռացակի բարձրորակ հայկական բովանդակություն բաժանորդներին եւ կդառնա լավագույն թվային հաբը հայերի համար ամբողջ աշխարհում։ Նոր OTT լուծման շնորհիվ հարթակից կարելի է օգտվել նույնիսկ այն վայրերում, որտեղ հասանելի չէ Յուքոմի ֆիքսված ինտերնետ ցանցը։ Ցանկացած դե որ գտնվում է ինքը կարող է օգտվի այս ծառայությունից, որտեղ ինքը իր մեջ ունի OTT հնարավորությունը։ Armflix-ի հայկական ֆիլմերի հարթակի հետ բացառիկ համագործակցության շնորհիվ Uplay-ն աննախադեպ հասանելիություն է տրամադրում տեղական բովանդակությանը։ Հարթակի գործարկումը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի խորհրդանիշ է, այլև վստահ քայլ Հայաստանը դիրքավորելու որպես առաջատար տարածաշրջանի թվային շուկայում։ Մենք նաև համատեղ նոր պրոյեկտներ ենք անելու միասին, այսինքն Ucom եւ Armflix-ը պատրաստ են նույնիսկ յուրաքանչյուր երրորդ կողմի առաջարկը վերցնելու եւ նոր նախագծեր մշակելու։ Մենք հավատում ենք, որ Յուքոմը պիտի դառնա միասնական կապի միջոց ամբողջ աշխարհի հայերի համար։ Uplay-ի հիմքում անհատականացումն է, ծառայությունը թույլ է տալիս տարիքային սահմանափակումներ դնել, նաև հատուկ փաթեթներ ընտրել կախված բաժանորդի ճաշակից ու հետաքրքրություններից։ Uplay-ը հասանելի է ինչպես Unity փաթեթների կազմում, այնպես էլ որպես առանձին ծառայություն։ Նայիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Այլ թեմաներ, հավատարիմ մնալ Աստծո լույսին ու չվաճառվել 30 արծաթով։ Ավագ չորեքշաբթի օրվա խորհրդով Հայ առաքելական եկեղեցին հավատավոր ժողովրդին պատգամում է հեռու մնալ ամեն գայթակղությունից ու մոտենալ Տիրոջը, որ իր կյանքով վճարեց մարդկանց մեղքերի համար։ Ավագ չորեքշաբթի է Տիրոջ օծման եւ մատնության օրը։ Եկեղեցին հրավիրում է մեզ խորհրդածելու երկու կերպարների շուրջ՝ անծանոթ կնոջ, ով թանկարժեք յուղով օծեց Հիսուսի ոտքերը, եւ 12 առաքյալներից Հուդային, ով 30 արծաթով մատնեց Քրիստոսին։ Այդ օրը Բեթանիայում Ղազարոսի քույր Մարիամը օծեց Հիսուսին, ինչը խորհրդանշում էր Տիրոջ մոտալուտ մահը։ Այս կինը ինչ խորհուրդ ուներ իր կատարված ուրեմն օծման մեջ, իմ մահը կանխանշեց, այսինքն մարմնի պատանքվելը, թաղումը, որը իրականության մեզ համար փրկagogության խորհրդի ամենակարևոր սկզբունքն է, որ Քրիստոս մահով ինչ արեց, մահը հաղթեց, մահով վճարեց մարդու մեղքը եւ իր հարությամբ մեզ ազատեց մեղքի մահվան իշխանությունից։ Կինը, որ Նարդոսի թանկարժեք յուղով օծում էր Քրիստոսի ոտքերը, արժանացավ աշակերտների բարկությանը, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ։ Քրիստոս հանդիմանում է ասելով, որ աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինչ չունեք։ Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն։ Երբ որ տարվա մեջ ցանկացած չորեքշաբթի ինքը պահքի օրը, այդ պահքը նվիրված է հենց մատնության, որ գնաց քահանապետներին ներկայանալով ասեց, ինչ կտակ ինձ, եթե մատնեմ վարդապետին, եւ 30 արծաթը կշռեցին։ Եկեղեցին այսօր պատգամում է հավատարիմ լինել Քրիստոսին եւ հեռու մնալ ամեն մեղքից եւ գայթակղությունից, լինել իսկապես աստվածասեր եւ ոչ թե Հուդայի պես, ով պատրաստ էր 30 արծաթով Տիրոջը մատնել։ Քանզի ինչպես Սուրբ Պետրոս առաքյալն է ասում. «Իմացեք, որ ապականացու արծաթեղենով եւ ոսկեղենով չէ, որ փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն ընթացքից, այլ թանկագին արյամբ Քրիստոսի, որ անբիծ եւ անարատ է, ինչպես մի գառ»։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Խորհրդային ու հետ խորհրդային անկախության տարիներին բազմաթիվ մարզական հաղթանակներ տեսած ու կերտած հսկան այսօր լուռ է։ Կանաչ դաշտի փոխարեն սև հող է, տրիբունաները դատարկ ու քարուքանդ, որտեղ մարզական միջոցառումների կարևոր հանդիպումների մասին միայն անցյալն է հիշեցնում։ 70-ականներին կառուցված մարզադաշտին երկրորդ կյանք պարգևելու գործը ստանձնել է Նյումեկ հրատարակությունը ընթերցողի դատին հանձնել Հրազդան ստադիոն գիրքը։ Պատմություն այն մասին, թե ինչպես Ձորում կառուցվեց հսկայական մոդեռնիզմի գլուխգործոցը եւ ինչպես տարիներ անց աչքաթող եղավ։
Եթե չլիներ Արարատը, չէր լինի Հրազդան մարզադաշտը։ Եթե չլիներ Հրազդան մարզադաշտը, չէր լինի Արարատ ֆուտբոլային թիմը։ Այսպես էր մարզադաշտի համահեղինակ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը նկարագրում մարզադաշտի ճակատագրական դերակատարությունը։ Նրա 90-ամյակի առթիվ էլ հայերեն հրատարակեցին Հրազդան ստադիոն գիրքը, որը Կարեն Բալյանն է հեղինակել։ Սա նոր շունչ կտա, որպեսզի մենք նորից խոսենք ստադիոնի մասին, խոսենք նրա մասին, որ նա պետք է լինի վերակառուցված, վերանորոգված եւ ծառայի մեր հանրությանը ինչպես նա ստեղծվել է եւ ինչի համար նա ստեղծված է եղել։ Շնորհակալության խոսքերս եմ ուզում արտահայտել Նյումագին, Արտակ Ալեքսանյանին անձամբ, այսպիսի հոգատար եւ բարձր պրոֆեսիոնալ որակի գործի համար եւ Կարեն Բալյանին, որը գրեց այս գիրքը։ Գուրգեն Մուշեղյանի, Կորյուն Հակոբյանի եւ Էդուարդ Թոսունյանի ստեղծած ասիմետրիկ երկհարկանի տրիբունաներով բացառիկ կառույցը 70-ականների հայկական մոդեռնիստական ճարտարապետության իսկական գլուխգործոց է։ Հրազդան գետի լանջին է, այստեղից էլ անուն է։ Պաշտոնապես բացվել է 1971-ին։ 70,000 հանդիսատես ընդունող ստադիոնը ազգային սպորտային հզոր կառույց դարձավ։ Խորհրդահայ մոդեռնիզմի մասին գրքի հրատարակումը շատ կարևոր է, հատկապես Հրազդան մարզադաշտի մասին, որը ժամանակին ստացել է բոլոր գլխավոր մրցանակները։ Ինքը ոչ միայն արտառոց է Երևանի եւ Հայաստանի համար, այլև ամբողջ հարավային Կովկասի համար, որովհետեւ շատ ներդաշնակորեն ինտեգրված է Հրազդանի կիրճին, այսօր էլ կարող է ծառայել մեր ֆուտբոլիստներին։ Չնայած իր պատմական նշանակությանը, Հրազդանն այսօր ըստ նշանակության չի շահագործվում։ Նախատեսում են քանդել այն։ Գիրքը բարձրաձայնում է կարևոր հարցեր։ Ինչու խորհրդահայ մոդեռնիզմի այս գլուխգործոցը դուրս մնաց մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեցող կառույցների ցանկից։ Ինչու այնտեղ այլևս ֆուտբոլ չեն խաղում եւ արդյոք հնարավոր է կանխել կառույցի քանդումը։ Համաշխարհային որակների մակարդակի լավագույն մարզադաշտներից մեկը, որևէ ինչ որ այլ խոսակցություններ, որ ծածկը այսպես չի, այնպես չի, այդպիսի բաները ընդամենը խոսակցություններ են։ Մեր парքն է, այսպես եւ ճարտարապետությունը ընդհանրապես եւ մասնավորապես այդ Հրազդան մարզադաշտը։ Բալյանի հեղինակած գրքին զուգահեռ լույս է տեսել նաև Գուրգեն Մուշեղյան Հրազդան ստադիոնի մասին գրքույկը, որում ամփոփվել են ստադիոնի վերաբերյալ նրա հոդվածներն ու հարցազրույցները։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Աշխատել առանց գումարի պատանի հանդիսատեսի թատրոնի կոլեկտիվը չգիտի, ինչու 3 ամիս աշխատավարձ չեն ստանում։ Քաղաքապետարանը ֆինանսավորում չի հատկացրել, ասում են ճշտելու հարցեր կան, այս եւ օրվա այլ կարևորի մասին տեսաշարում։ Մինսկի խմբի գոյությունը իրականում չի բերի լրացուցիչ արժեք եւ կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության համաձայնագրի ստորագրման դեպքում։ Ուստի Երևանն աջակցում է եւ բաց ենք այս ձևաչափի լուծարման գործընթացի համար, ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի փոխվարչապետ Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում։ Նախարար Միրզոյանը շեշտել է խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում հնարավոր է դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե էլ ձևակերպել։ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Հայաստանի խաղաղության օրակարգը կսկսի նաեւ շոշափելի պտուղներ տալ։ Վերահաստատել է Երևանը պատրաստ է օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը եւ ամսաթիվը։ Հայաստանի քաղաքացիների համար կենսաչափական անձնագրերի տրամադրումը կիրականացնի ֆրանսիական ընկերությունների կոնսորցիումը։ Արտադրությունը նախատեսում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։ Կոնսորցիումը պատասխանատու է լինելու ոչ միայն անձնագրերի պատրաստման, այլև անձնագրային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման համար։ Նոտարներից ու նոտարական ծառայություններից դժգոհությունները շատ են, արդարադատության նախարարին են տեղեկացրել խորհրդարանում։ Քաղաքացիները դժգոհում են, թե նոտարական գրասենյակներ կան, որոնք կանխիկ վճարումներ են պահանջում, նոտարներ կան, որոնք աչքաչափով են թվեր նշում։ Վճարումից հետո էլ կտրոն չեն տալիս։ Ծառայությունների գներն էլ ցուցակով փակցնում են պատին։ Արդարադատության նախարարն արձագանքեց, թե նոտարական գործարքի նվազագույն եւ առավելագույն չափը սահմանում է կառավարությունը, եւ նոտարները այդ միջակայքում կարող են որոշել, թե ինչ գումար պետք է գանձվի տվյալ գործարքի համար։ Կանխիկ գործարքներ անելու իրավունք ոչ չունեն, ասել է Սրփուի Գալյանը։ Անկանխիկ գործառնությունների մասին օրենքին հողում անելով նախարար Գալյանն ասել է, նոտարական ծառայությունների турքի գումարը պետք է գանձվի անկանխիկ եղանակով։ Ծառայությունների գները, այո, պետք է փակցված լինեն, նաև արտոնություններից օգտվողների ցանկը։ Իսկ զանցառողների մասին ըստ նախարարի պետք է տեղեկացնել արդարադատության նախարարությանը, որ նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկեն։ Տաքսի ծառայությունների խնդիրը իշխանական падգամավորից, որ քաջատեղյակ է այս ոլորտին։ Տաքսիստները, որոնք որևէ օպերատորական ծառայություն են ներկայացնում, տաքսիների համար նախատեսված հատվածներում կայանալիս ստուգանվում են եւ բողոքարկելիս էլ երբ ներկայացնում են, որ այդ ժամին պատվեր են կատարել, եղել են օպերատորի վերահսկողության
տնտեսության տակ մեկ է, վարչականակները չեն բեկանել, պատճառաբանելով, որ տաքսու նշան չեն ունեցել։ Այս ահազանգերը ներքին գործերի նախարարությունն էլ ստանում է, հաստատեց նախարարը։ Հիշատակեց ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքը, տաքսի ծառայություն մատուցողները պետք է ունենան համապատասխան նշաններ, կահավորանք, գունագրաֆիկա, առանց դրանց տեսալուսանկարանող սարքը չի կարող իդենտիֆիկացնել տվյալ մեքենան տաքսի է, թե ոչ։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ վերջում օդերևութաբանական կանխատեսումների մասին օդի ջերմաստիճանը ապրիլի 17-ից 21-ը կբարձրանա 10-ից 13 աստիճանով։ Իդեպ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, իսկ այժմ եղանակի մասին ավելի մանրամասն։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 10-ից 16, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 17-ից 20 աստիճան ջերմություն։ Լոռիում կլինի 13-ից 17, Տավուշում 15-ից 19 աստիճան ջերմություն։ Արարատում, Արմավիրում սպասվում է 18-ից 21, Սյունիքի հովիտներում 14-ից 18 աստիճան ջերմություն, Սյունիքի նախալեռներում 9-ից 12 աստիճան կլինի։ Իսկ մայրաքաղաք Երևանում գիշերը սպասվում է 4-ից 6 աստիճան տաքություն, ցերեկային ժամերին կլինի 17-ից 19 աստիճան, երեկոյան սպասվում է 12-ից 14 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։